Եվրամիությունը շարունակում է աջակցել Հայաստանին եւ պատրաստ է կանգնել նրա կողքին, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Ես հիմա եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել։ Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական միություն, Հարավային Կովկասն է նաեւ ավելի մերձենում։ Նրա խոսքով Հայաստանը շարունակում է բախվել Ռուսաստանի տնտեսական ճնշումներին եւ այդ պայմաններում Եվրոպական միությունը կշարունակի աջակցել երկրին։ Ֆոն դեր Լեյենը նաեւ հայտարարել է, որ Հայաստանը շուտով կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո առևտրային կապերի ամրապնդման նպատակով։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օրինակության պատետի, որը մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում։ Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ապահովում են ռուսական շուկայի վրա եւ դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկան 450 միլիոն սպառողների։ Հարցին թե արդյոք չի բացառում, որ կկրկնվի 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը որոշեց դադարեցնել ԵՄ-ի հետ մերձեցումը ռուսական ճնշումների պատճառով, Փաշինյանը պատասխանել է. Այո, բացառում եմ, դա հնարավոր չի, առավել եւս հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Հայաստան կատարած այցին զուգահեռ կառավարության շենքի դիմաց հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել, պահանջելով ազատ արձակել ապօրինի կալանավորված քաղբանտարկյալներին։ Ակցիայի մասնակիցները քննադատել են Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը, պնդելով, որ իրենց գնահատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումները խրախուսվում են նմանատիպ դիվանագիտական այցերով։ Հայաքվե դիտորդական առաքելության անդամ Մենուա Սողոմոնյանն իր ելույթում ընդգծել է, որ իրավապահ համակարգն այսօր զբաղված է ոչ թե հանցագործությունների կանխմամբ, այլ քաղաքական ընդդիմախոսների դեմ գործեր կարելով։ Մեր ձայնը մենք ուզում ենք հասցնել ձեզ, որ դուք իմանաք, որ այդ թվում ձեր խրախուսմամբ այսօր Հայաստանում իրավապահ համակարգը չի զբաղվում հանցագործություններով։ Այսօր Հայաստանում աճում են հանցագործությունները, մարդասպանությունները, դատատարությունները, թմրամոլությունը, նրա համար, որովհետև իրավապահ համակարգը ծանրաբեռնված է գործող իշխանությունների օպոնենտների դեմ գործեր կարելով։ Ազգային ժողովը արտահերթ քննարկում է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է 183 օրյա ցենզ սահմանել ընտրություններին մասնակցելու համար։ ԿՊ խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանը պնդել է, որ նախաձեռնությունը պայմանավորված է ընտրական գործընթացների նկատմամբ պատասխանատվությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ, հղում անելով ընտրությունների ժամանակ նկատված ակտիվությանը։ Ի պատասխան Հայաստան դաշինքի падգամավոր Արծվիկ Մինասյանը կտրականապես դեմ է արտահայտվել նախագծին, այն որակելով հակասահմանադրական։ Նա շեշտել է, որ սահմանադրությամբ ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունքը սահմանափակված է միայն ծանր հանցագործությունների դեպքում։ Տիկին Ղազարյան, հիմնարար սխալ եք թույլ տալիս, երբ որ ասում եք տեղական ինքնակառավարման մարմնի։ Նախ տեղական ինքնակառավարման մասով սահմանադրությունը նախատեսել է այդպիսի հնարավորություն։ Ազգային ժողովի ընտրությունների համար չկա այդ հնարավորություն նախատեսված։ Չգիտեմ ձեզ ով է այդ իրավական խորհրդատվությունը տվել։ Սա կատարյալ իրավական տեսակետից ներողություն բարձրանում, բայց ճշգրիտ պիտի գնահատել։ Անգրագիտություն է։ Այնուհետև եզրափակիչ ելույթի ժամանակ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ազգային անվտանգության տվյալները, որը հանձնել էր սահմանադրական դատարանին, այն մասին, թե քանի հոգի է եկել Հայաստան վերջին ժամանակահատվածում։ 25 թվականին ընդհանուր ասեմ, որ ավելի հեշտ լինի։ Այցելել են 154115 անձ, 26 թվականին այցելել են 157048 մարդ, տարբերությունը 2933։ Պաշտոնական ցուցանիշն է ԱԱՑ-ի տված մայիսի 25, մայիսի 25-ից մինչև հունիսի 20, ընդ որում առանձին նաև տարբերակումներ է տված, ես սա պաշտոնապես կուղարկեմ նաև ձեզ էլ։ Նաև ելքի ցուցանիշները 26 թվականին միացյալը 152078 մարդ, 25 թվականին 149074 մարդ, 3004 մարդ տարբերություն, սա պաշտոնական ցուցանիշ է, որտեղ շատ կարևոր է նաև սահմանադրական դատարանում հասկանալ ի վերջո արտաքին ազդեցության տեսակետից ինչ է իրենից ներկայացնում։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի շարունակի պաշտոնավարել օրենսդիր մարմնում եւ չի վերցնի պատգամավորական մանդատը։ Սիմոնյանը նշել է, որ ցանկություն ուներ շարունակել աշխատանքը, հաշվի առնելով իր 5-ամյա փորձն ու պատմական ժամկետը, սակայն կուսակցական որոշումը եղել է հակառակը եւ ինքը ենթարկվում է վարչության դիրքորոշմանը։ Նա շեշտել է, որ թիմից նեղվածություն չունի, իսկ որոշումը պայմանավորված է աշխատանքային process-ի անխուսափելի փոփոխություններով։ Խոսելով ապագա անելիքների մասին Սիմոնյանը տեղեկացրել է, որ մտադիր է ժամանակավորապես դադար վերցնել, նշելով հանգստի կարիք ունի, ինչպես նաև ցանկանում է անձնական կյանքը դասավորել։ Ես ցանկացել եմ շարունակել, որովհետև կարծում եմ, որ իմ 5 տարվա աշխատանքը, լինելով ամենաերկար ազգային ժողովի նախագահ պատմության, միակ ազգային ժողովի նախագահ մինչ այս պահը, ով ամբողջությամբ իր ժամկետը աշխատել է, ես կարծում եմ, որ իմ աշխատանքը պետք է շարունակել, բայց նաև գոյություն ունի վարչություն եւ կուսակցություն եւ ես ձեզ նաև այդ հարցազրույցների մեջ պատասխանելիս ասել եմ ոնց կորոշի վարչությունը եւ ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը եւ չեմ շարունակի ազգային ժողովի նախագահի պաշտոնում, նեղվածություն որպես այդպեսին չունեմ։ 112 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին վկան Մերի Վարդանյանը։ Լուրը հայտնել է նրա թոռնուհին Նատալի Վարդանյանը։ Մերի Վարդանյանի ընտանիքը 1920-ականների սկզբին տեղափոխվել է Հալեբ, իսկ 1972 թվականին Վարդանյանը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ապրել է շուրջ 45 տարի։ Նա ակտիվորեն մասնակցել է համայնքային կյանքին եւ մշտապես բարձրաձայնել հայոց ցեղասպանության հիշատակը պահպանելու կարեւորությունը։ Ձերբակալվել է Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր գնդապետ Էդիկ Մալոյանը։ Իրավապահները խուզարկություն են իրականացրել գնդապետի Թալինում գտնվող տանը, որից հետո նրան ձերբակալել են։ Քննչական կոմիտեից հաստատել են ձերբակալության փաստը, սակայն հավելյալ մանրամասներ չեն հայտնել վարույթի վերաբերյալ։ Գնդապետի ձերբակալությունը հանրային լայն արձագանք է ստացել։ Ուժեղ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադառնալով կատարվածին Մալոյանի ձերբակալությունը որակել է քաղաքական հետապնդում, հայտարարելով այսօր նրան ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար։ Նա նաև իր զորակցությունն է հայտնել մարտական ուղի անցած պահին։ Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան տարածքը ենթարկվել է հարձակման 2 անընդհատ թռչող սարքերով։ Առաջին ԱԹՍ-ն դիվանագիտական առաքելության տարածքում բաց է թողել կարմիր ներկովտարը, իսկ երկրորդը ընկել է դեսպանատան շենքի մոտակայքում։ Պարզվել է երկրորդ սարքի վրա տեղադրված է եղել պայթուցիկ սարքի կեղծ տարբերակ։ Դաղստանում իրավապահները վնասազերծել են կազմակերպված հանցավոր խումբ, որը զբաղվում էր նավթամթերքի գողությամբ։ Քննության վարկածով հանցագործները նավթը հափշտակում էին անմիջապես նավթային հորատ անցքերից, որից հետո այն ուղարկում էին վերամշակման։ 4 մարդ ձերբակալվել է։ 1.5-ից 18 տարեկան 16 երեխայի են հայտնաբերել եւ փրկել ԱՄՆ Օհայո նահանգի գյուղական շրջաններից մեկում, հայտնել է Guardian-ը։ Երեխաները 4 տարվա մեծ մասն անցկացրել են մեկ սենյակում փակված, ծայրահեղ հակասանիտարական եւ սարսափելի պայմաններում։ Տուժածներից ոմանք չեն կարողանում խոսել, իսկ 7-ը հոսպիտալացվել են։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել են երեխաների ծնողներն ու տատիկ-պապիկները։ Նրանց մեղադրանքի առաջադրվել երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող ծանր հանցագործության համար, իսկ դատարանը յուրաքանչյուրի համար $300,000 գրավ է սահմանել։ Քննությամբ պարզվել է, որ սա ներտնային ընտանեկան իրավիճակ է եւ թրաֆիքինգ չէ։ Ընտանիքը շուրջ 20 տարի շարունակ տեղափոխվել է նահանգի տարբեր հատվածներով, խուսափելով պետական արխիվներում եւ բժշկական գրառումներում հայտնվելուց։ Երեխաները երբևէ դպրոց չեն հաճախել եւ ընտանիքից դուրս ոչ ոք չի գիտակցել նրանց գոյության մասին։ Իշխանությունն այժմ փորձում է ստանալ բոլոր անչափահասների ժամանակավոր խնամակալությունը։ Իսպանիայում վերջին աննախադեպ տապի հետևանքով ավելի քան 1000 մարդ է մահացել, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակը պաշտոնապես ճանաչվել է երկրի պատմության մեջ ամենաշոքը։ Անցած ամսվա ընթացքում շոկից մահվան առնվազն 1028 դեպք է արձանագրվել։ Այս ցուցանիշը կրկնակի գերազանցում է 2025 թվականի հունիսի տվյալները։ Գերմանիայում, Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճան Ցելսիուսը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով Եվրոպայում տապի զոհ է դարձել արդեն ավելի քան 1300 մարդ, եւ այդ թիվը հավանաբար կաճի։ Օդերևութաբանները պարզաբանել են, որ այս երևույթը պայմանավորված է Սահարայից դեպի հյուսիս շարժվող տաք օդային զանգվածներով եւ ուժեղ բարձր ճնշման համակարգով, որը հայտնի է որպես աֆրիկյան անտիցիկլոն։ Այն Եվրոպայի վրա ձևավորել է այսպես կոչված ջերմային գմբեթ, թակարդում պահելով տաք օդը եւ ջերմաստիճանը օրեցօր բարձրացնելով։ Ֆիլիպինների Սորսոգոն քաղաքում առաքման բեռնատարյան զգուշության պատճառով շուրջ 2000 գարեջրի շիշ է կոտրվել անմիջապես մայրուղու վրա, ժամանակավորապես կաթվածահար անելով երթևեկությունը։ Բեռնատարը թեքվել է շրջադարձանելու, ինչից հետո արկղերը սկսում են սահել թափքից եւ հարյուրավոր շշեր ջարդվում են ասֆալտին, ստիպելով հետևից եկող մեքենաներին կանգ առնել։